Այսօր հողին են հանձնել Փամբակի ջրերից 4 օր առաջ դուրս բերված 7-ամյա Նարեի մարմինը։ Հոգևորականն եկավ, կարգերեցին, հոգեհանգստի կարգերեցին էլ։ Ամուսնալուծված մոր հայրական գյուղում հովտաշենում են ամփոփել երեխայի աճյունը։ Երբ որոնումների երրորդ օրը ծառի արմատներին ու թփերին փաթաթված գտել էին նրան, մոր խնդրանքով չէին ուղարկավորել։ Հարազատները հույս ունեին, որ շուտ կգտնեն նաև աղջնակի ավագ քրոջ Նարինեի մարմինը ու միասին կուղարկավորեն քույրերին։ Մեր սելերտը գոնե 3 օր պահեն, մինչև քրոջը գտնեն։ 3 օր պահել էին։ Չեմ կարծում, որ պահելու խնդիրն եղել, ըստ ընձի մտածեցին, որ կարող է ուշանա, երեխուն էլ պես պահելով երկարիշքան կարել է պահել։ Փամբակում 6-րդ օրն է փնտրում են 13-ամյա աղջկա մարմինը։ Շատ բարդ տեղանք։ Ինչով է բարդ, առանց։ Ինչով ձորերը շատ բարդ են, ամեն տեղ բարդ է։ Այսօր ջրի մակարդակը մի քանի սանտիմետրով իջել է, ջրի հոսքը թուլացել։ Փրկարարներին նաև հայկական Կարմիր խաչն է օգնում։ Խմբի ղեկավարը հիշում է, որ դեպք է եղել, երբ գրեթե 1 ամիս է պահանջվել մարդուն գետում գտնելու համար։ Ցավոք սրտի 37 տարվա ընթացքում նման դեպքերին մասնակցելուց մի բան պարզ է։ Օրինաչափություն չկա, ինչպես լեռնային գետերին օրինաչափություն չկա, ինչպես լճերին, հա, կարող ես։ Մենք ավելի շատ փորձում ենք ստատիստիկայի, այսինքն բանի վրա աշխատել, որքանով որտեղ է հնարավոր։ Կարող է մեկ տեղով 10 անգամ սանրելով անցնես գետում եւ հաջորդ րոպեին հայտնաբերես։ Արմեն Արաքելյանն ասում է, ցավալի է, որ ողբերգության զոհերն այն բակից են, որտեղ նույն ճակատագրին արժանացած մի տղայի հիշատակին հուշաքար կա դրված։ Երեխաները վստահաբար տեսել են, որ այդ նույն խողովակի վրայով անցնում են նաև մեծահասակները ու չեն գիտակցել, որքան վտանգավոր է այն։ Ես բնությանը չէի մեղադրի, ավելի շուտ մեզ, հա, մեզ, մեր իմացության, մեր վարքականոնների, մեր դաստիարակության, երեխաների դաստիարակության։ Ես բնությանը չէի մեղադրի։ Նման ողբերգություններից հետո հասարակությունը կարծես թափվում է, բայց այդ ազդեցությունը շատ կարճ է տևում։ Ինչպես ասում են հոգեբանները, աստիճանաբար թուլանում է վտանգի զգացումը։ Մասնագետների համար ցավալի է, որ մարդիկ շուտ են մոռանում անգամ իրենց մերձավորների հետ պատահած սարսափելի դեպքերը։ Գանե Մովսիսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։